Աշխարհն արագ զարգանում է եւ այսօր քիչ են ոլորտները, որտեղ չեն օգտագործվում կանաչ տեխնոլոգիաները, իսկ դրանց հետ ծանոթությունը սկսվում է բուհից։ Շուրջ 3 տարի մեր երկրի ակադեմիական կրթական ծրագրերը մշտադիտարկվել են Tigrin նախագծի շրջանակում, որը Erasmus+ ծրագրի մաս է կազմում։ Այսօր հայաստանյան եւ արտասահմանյան բուհերն ու հասարակական կազմակերպություններն ամփոփում են եռամյա գործակցությունը, ուրվագծում հետագա անելիքները։ Ծրագրի նպատակն էր ոչ միայն ունենալ կրթական ծրագրեր մագիստրոսական, որոնք հենց կանաչ տեխնոլոգիաներին են միտված, այլ նաև այդ կրթության ընթացքում, կրթության process-ում այնպես անել, որ մտածողությունն նաև փոխվի, այսինքն սերունդը, երբ որ կրթություն է ստանում, նա իր մեջ դա մտածելակերպի նման մի բան լինի։ Գործընկերները տարբեր մեթոդներով աշխատել են էկոկրթության խթանման ուղղությամբ։ Դասախոսները վերապատրաստվել են եվրոպական առաջատար բուհերում, ուսանողները մասնակցել փոխանակման ծրագրերի։ Մշակվել են 14 մագիստրոսական կանաչ կրթական ծրագրեր, որոնք կներդրվեն համալսարաններում։ Ճարտարապետաշինարական մեր համալսարանում ստեղծվել է 2 կրթական ծրագիր, կայուն քաղաքներ, որի որակավորումը ճարտարապետ են եւ այսինքն սա քաղաքաշինական ուղղությամբ նոր ծրագիր է, այս ուղղությամբ մենք կրթական ծրագիր չէինք ունեցել։ Ծրագրի շրջանակում մեր համալսարանում հիմնվել է լսարան հագեցած սարքավորումներով եւ բազմաթիվ ուսանողներ օգտվում են լսարանից, նաեւ կարեւոր էր աշխատակիցների կարողությունների զարգացման, հմտությունների, նոր հմտությունների, ունակությունների համալսարանի աշխատակիցներ եղել են տարբեր եվրոպական բուհերում, այս տեսանկյունից փորձի փոխանակումն է մանչափ կարևորում։ Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի եւ Պորտուգալիայի բուհերի դասախոսները հայ գործընկերներին են ներկայացրել կանաչ տեխնոլոգիաների կիրառման իրենց փորձը մի շարք ոլորտներում։ Վստահ են, Հայաստանն այս ուղղությամբ ակտիվ առաջ է գնում։ Մենք անհամբեր սպասում ենք արդեն հաջորդ քայլին ընդլայնելու մեր գործակցությունը։ Հուսով եմ կստեղծենք համատեղ ծրագրեր հայկական եւ լիտվական համալսարանների համար, որոնք ել ավելի կզարգացնեն կանաչ տեխնոլոգիաների ուղղությունը երկու երկրում։ Ունենք լավ եւ ամուր հիմք, բավարար փորձ եւ վստահություն։ Մասնագետները վստահ են, կրթական ծրագրերի բարեփոխումները կնպաստեն միջազգային նորարարությունների ինտեգրմանը մեր երկրում։ Արամ Մարանդյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։